Գոյամարտ սերիալում իրադարձությունները մտնում են ամենահուզիչ ու հոգեբանական լարված փուլերից մեկը, որտեղ յուրաքանչյուր կերպարի քայլ այլևս միայն իր մասին չէ, այլ ամբողջ ընտանիքի ճակատագրի։ Լեոյի գիծն այս փուլում դառնում է ամենահզորը։ Չնայած իր առողջական խնդիրներին, նա չի մտածում իր մասին, նրա միակ նպատակը Մանանին գտնելն է։ Դա պարզապես եղբայրական խնամք չէ, դա պատասխանատվություն է, վախ և ինչ-որ չափով նաև անցյալի կրկնությունից խուսափելու փորձ։ Երբ նա զանգահարում է Լեային և ստիպում, որ ասի Մանանի գտնվելու վայրը, պարզ է դառնում Լեոն արդեն այն կետում է, որտեղ պատրաստ է գնալ մինչև վերջ։ Նրա համար անընդունելի է, որ քույրը գիշերում է ուրիշների տանը կամ հայտնվում անորոշ իրավիճակում։ Նա տեսնում է վտանգներ այնտեղ, որտեղ գուցե մյուսները չեն տեսնում, և դա պատահական չէ։ Այս ընտանիքն արդեն մեկ անգամ կոտրվել է սխալների ու սխալ ընտրությունների պատճառով, և Լեոն ենթագիտակցորեն փորձում է թույլ չտալ, որ նույն պատմությունը կրկնվի։ Շատ հավանական է, որ հենց Դավիթ պապն է ներսից մղում այդ որոշմանը, թեև նա հիվանդանոցում է, նրա ազդեցությունը ընտանիքի վրա չի պակասում։ Պապը լավագույնս գիտի, թե ինչ է նշանակում սխալ ճանապարհ ընտրել։ Երկրորդ ավոճ դառնալու գաղափարը շատ խորն է։ Դա ոչ միայն Մանանին է վերաբերում, այլ ամբողջ սերնդին։ Պապը կարծես փորձում է կանխել այն, ինչ արդեն մեկ անգամ տեղի է ունեցել իր ընտանիքում։ Մանանի և Գրիշոյի միջև իրավիճակը նույնպես սրվում է։ Գրիշոյի հարցերը՝ ինչու տուն չգնացիր, եղբորդ հետ ում համար մնացիր, արդեն ցույց են տալիս ոչ թե պարզապես հետաքրքրություն, այլ խանձ, սեփականության զգացում։ Նա սկսում է զգալ Մանանի հանդեպ ավելի ուժեղ զգացմունքներ, բայց դրանք արտահայտում է սխալ ձևով, ճնշմամբ ու պահանջներով, և հավանաբար Գրիշոն ցանկանում է իմանալ, թե Մանան ում կամ ինչի պատճառով մնացել է, իսկ հեռուստադիտողների մոտ սխալ տպավորություն է ստեղծվել, թե Գրիշոն ցանկանում է, որ Մանանը հեռանա։ Արդյոք Գրիշոն իսկապես սիրում է Մանանին, թե դեռ կասկածում է իր զգացմունքների մեջ։ Մանանի համար սա ծանր իրավիճակ է՝ մի կողմից նրա զգացմունքները, մյուս կողմից հպարտությունը և ազատ լինելու ցանկությունը։ Նա չի ցանկանում, որ իրեն վերահսկեն կամ հարցաքննեն, և հենց այս բախումն է, որ կարող է նրան տանել հոգեբանական կոտրման։ Քո ենթադրությունը, որ Մանանը կարող է հայտնվել հիվանդանոցում, շատ իրական է և թվում է սյուժետային տեսանկյունից հետաքրքիր։ Ավոն այս ընթացքում խաղում է և շարունակում է խաղալ իր խաղը, ինչպես միշտ, մեկ քայլ առաջ լինելով։ Նրա համար մարդիկ հաճախ գործիքներ են, և նա շատ լավ գիտի ում ինչպես օգտագործել։ Բայց որքան էլ նա կարողանում է վերահսկել իրավիճակները, նրա շուրջ լարվածությունը մեծանում է։ Նրա յուրաքանչյուր քայլ ավելի է մոտեցնում այն պահը, երբ ամեն ինչ կարող է պայթել։ Հունանի համար այս ամենն արդեն անտանելի է դառնում։ Նա տեսնում է, թե ինչպես է Ավոն շարունակում մանիպուլացնել իրավիճակը, և դա նրան դուրս է բերում հավասարակշռությունից։ Հունանն այն կերպարներից է, ով երկար չի հանդուրժում, և նրա հաջորդ քայլը կարող է լինել շատ կտրուկ ու վտանգավոր։ Այս ամբողջի ֆոնին սերիալն ավելի ու ավելի է դառնում հոգեբանական դրամա։ Այստեղ պայքարը ոչ միայն ֆիզիկական է, այլ նաև ներքին։ Եղբայր, ով փորձում է փրկել քրոջը, աղջիկ, ով փորձում է գտնել իրեն, տղա, ով չի հասկանում իր զգացմունքների ուժը։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել շատ ծանր ու հուզիչ։ Կհասնի Լեոն ժամանակին Մանանին, ինչ վիճակում կլինի Մանանն այդ ամենից հետո, կկարողանա արդյոք Գրիշոն փոխել իր վերաբերմունքը, և արդյոք Ավոյի խաղը վերջապես կբացահայտվի։ Գոյամարտում հիմա ամեն ինչ կախված է մեկ բանից՝ ով ինչ ընտրություն կկատարի հենց ամենածանր բանին։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում ձեր կարծիքը գրել՝ արդյոք իսկապես Դավիթ պապը խնդրել է Լեոյին, որպեսզի նա տուն բերի Մանանին, որպեսզի Մանանը երկրորդ ավոճ չդառնա, քանի որ պապն արդեն ճաշակել է որդուն դուրս գցելու ծանր բեռը։
Բայց հեռուստասերիալում իսկապես հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Հունանը բանտից դուրս գալուց հետո չի գտնում իր տեղը, հասկանալով, որ Ավոն իրենից մեկ քայլ առաջ է և ամեն ինչ անում է, որպեսզի վնասի և քրոջը, և իր ընտանիքին։ Հունանը շատ լավ հասկանում է, որ Ավոն այդ ընտանիքի կողքին է միայն ֆինանսից ելնելով և որևէ այլ նպատակ չկա այստեղ։ Ավոն ամեն ինչ անում է, որպեսզի Հունանի փողերն իրենով անի և այդ ամենը նա օգտագործում է հենց իր շահերի համար։ Հեռուստադիտողները կարծում են, որ Գրիշոն սիրահարվել է Մանանին ու այլևս չի պատկերացնում իր կյանքն առանց Մանանի։ Թե ինչպես է ստացվելու, որ Մանանը վերադառնա տուն և արդյոք եղբայրները կներեն իր քայլերը, ցույց կտա ժամանակը։ Այնպես որ մնացեք մեզ հետ ու սպասեք հետաքրքիր զարգացումներ, իսկ հետաքրքիր զարգացումները հաստատ շատ չեն ուշանա։ Մնացեք մեզ հետ, դիտեք տեսանյութերն ու եղեք տեղեկացված, սեղմեք զանգակոճակը՝ չկորցնելու ձեր առաջինը տեղեկացված լինելու հնարավորությունը։